Պարոն Մամիկյանյան, նախ այս գործի մասին 18 թվականից հետո առաջինը թիրախում հայտնվեցիք դուք, շարունակում եք մնալ դուք, ինչու է վերակենդանացվել գործը 20 տարվա վաղեմության։ Այն ինչ տրամաբանական է, ումից որ վախենում են, նրան էլ փորձում են վնասել, գիտակցելով, որ Հանրապետական կուսակցությունը եւ նախագահ Սարգսյանը կարևորագույն դերակատարներ են Հայաստանի ներքաղաքական դաշտում եւ հստակորեն հայտարարել են, որ նախագահի որպես գործիչ եւ Հանրապետական կուսակցության որպես քաղաքական միավոր նպատակը իշխանափոխությունն է, բնականաբար մենք հայտնվել ենք թիրախում, դրա մասին հուշում են թե նախագահ Սարգսյանի դեմ շինծու գործերը, թե մեր գործադիր մարմնի այլ անդամների նկատմամբ իրականացվող ապօրինի գործերը եւ իհարկե մեր կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ցայցօր գտնվում է անազատության մեջ, շուտով կլինի արդեն 2 տարի։ Այս գործը նույն բախտին է արժանանալու, ինչին արժանացավ այսպես կոչված դիզելի գործը, այսինքն ակնհայտ է եւ նույնիսկ Փաշինյանի ժամանակվա դատարանները, ինչպես նախորդը դիզելի գործով եղավ արդարացուցիչ վերդիկտ, նույն տրամաբանությունը լինելու է այստեղ, իմ համար առնվազն խայտարակություն է, որ Եռաբլուրը մի քանի անգամ մեծացրած մարդիկ հանդգնում են իրենց քաղաքական շահերի համար շրջանառել Եռաբլուրի անունը, որը որևէ կապ չունի այս գործի հետ եւ այլն եւ այլն։ Մի խոսքով մեր քաղաքացիները եւս մեկ անգամ կհամոզվեն, որ այն ամենը, ինչ որպես միֆեր ներկայացվում էր նախագահ Սարգսյանի եւ Հանրապետականի դեմ, ընդհանրապես միֆերային հորինված այս կամ այն գրասենյակներում։ Պարոն Մամիկյան, տեսեք, ներընդդիմադիր տարբեր գրասենյակներ եւս ձեզ բարբերաբար կարծեք թիրախավորում են։ Եթե այս իշխանությունների պարագայում, ինչպես դուք եք նշում, հասկանալի, ընդդիմության պարագայում ձեզ համար ընկալելի է, տրամաբանական է, հատկապես այս փուլում, երբ առավել քան ընդդիմադիր շրջանակների միասնության կարիք կա։ Ընկալելի լինել դա չի կարող, ընդ որում դուք նշեցիք վերջին շրջանում դա ուղղակի ավելի տեսանելի է դարձել, որովհետև մենք սկսել ենք դրան պատասխանել եւ ստին ճշմարտությունը պատասխանել, բայց մինչ այդ 7 տարից ոչ մարդիկ 17 տարի շարունակ Հանրապետականի եւ նախագահ Սարգսյանի դեմ փորձել են ստի արշավներ կառուցել, որոնք բնականաբար որևէ հաջողության չեն հասնելու։ Գիտեք, շատ պարզ է ամեն ինչ, շատ վաղուց շատ ամեն ինչ պարզ է։ Հանրապետականի համար, նախագահ Սարգսյանի համար գլխավոր նպատակը իշխանափոխությունն է եւ այս դավաճաններին հեռացնելը։ Հավանաբար ովքեր մեզ խփում են այդ ընթացքում չեն կիսում այդ նպատակը, ավելին ասել չեմ կարող։